Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես վարչապետը պաշտպանության նախարարությունում հանդիպել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է բանակի շարունակական արդիականացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։ Անդրադարձ է կատարվել զինված ուժերի զարգացման ռազմավարական տեսլականին, անվտանգության նոր միջավայրի գնահատմանը, արդյունավետ կառավարմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանն ու այլ հարցերի։ Երկրի ղեկավարը պատասխանել է զինված ուժերի ղեկավար կազմին հետաքրքրող հարցերին։ Մինչև տարեվերջ բանակցային թղթերը կհրապարակվեն, վարչապետն անդրադարձել է երկրորդ և երրորդ նախագահների հայտարարություններին, նշել, որ դրանք վերահաստատում են, որ Ղարաբաղի հարցը հայտնի ուժերի ձեռքին եղել է թոք Հայաստանի Հանրապետությունը մոտակա ծառից կապելու համար։ Ժողովուրդների իրավունքները, պատմական արդարությունը և նման եզրույթները եղել են ընդամենը հիմնական նպատակը ծխածածկելու համար։ Բանակցային բոլոր գործընթացներն ու առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին։ Մինչև տարեվերջ բանակցային թղթերը հրապարակվեն եւ դա ավելի տեսանելի կդառնա։ Պատերազմը կանգնեցնելու բոլոր առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին։ Թոկը կարճացնելու այս process-ի վերջնանպատակը եղել է Հայաստանի պետականությանը վերջ դնելը։ Այդ սցենարում Ղարաբաղի կոնֆլիկտը պետք է ավարտվեր միայն ու միայն Հայաստանի պետականության կորստով։ Հայաստանի կյանքի գնով, Հայաստանի Հանրապետության եւ Ղարաբաղի մեր ժողովրդի պատմական ինտուիցիայի շնորհիվ կարողացել է դուրս գալ այդ սցենարից։ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին առաջարկում է վերադառնալ այդ սցենարին, որն ի սկզբանե գրվել եւ իրագործվել է Լենին, Պարտիա Գորբաչով կարգախոսի եւ մեծ հավանականությամբ KGB-ի հովանու ներքո։ Եվ վերջում հետգրություն. Ղարաբաղի մեր ժողովուրդը կառավարության աջակցությամբ պետք է տնավորվի Հայաստանի Հանրապետությունում։ Ճիշտ է, սա ծավալուն, բարդ եւ մեծ ռեսուրսներ պահանջող ծրագիր է, բայց այն մենք շարունակելու ենք իրագործել, ասել է Նիկոլ Փաշինյանը։ 24 տարի առաջ Արագած սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի աջունը Կարտաշիրիմ են։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Կարեն Վարխոյանի նախագահությամբ բավարարել է հանրային մեղադրողի միջնորդությունը։ Պողոսյանի աջունը արտաշիրիմելու անհրաժեշտությունն առաջացել է դեպքի ականատես Թիվեն Նյուտոնի այս տարվա մայիսի 16-ի ցուցմունքի հետ։ Ըստ հանրային մեղադրողի նոր ի հայտ եկած հանգամանքները կարող են հանգեցնել եզրակացության, որ կատարվել է դիտավորյալ սպանություն։ Հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին քաղաքացիների ընդունելության շրջանակում դարձյալ չեն ընդունել ազգային ժողովում։ Հանդիպումը նախատեսված էր Ռուբեն Ռուբինյանի հետ, որը 5-րդ անգամ հրաժարվել է ընդունել։ Լրագրողների հետ զրույցում Ղազարյանը պատասխանել է հարցին, արդյոք անլուրջ չէ իր պահանջը։ Ղազարյանի կարծիքով կառավարությունն իր գործառույթը չի կատարում։ Նա ուղիղ եթերում զանգահարել է մի թեժգից, ներկայացրել իրավիճակը, ավելի ուշ զանգել է նաև ազգային ժողովի նախագահի ընդունարան, հարցրել ինչպես կարող է իրեն ընդունել Ալեն Սիմոնյանը։ Նրան պատասխանել են օգնականները, որ կարող են ընդունել, իսկ անձամբ ընդունելություն չի իրականացնում Սիմոնյանը։ Ղազարյանը գրանցվել է ընդունելության համար։ Ընդհանուր ընդունելության չարժանացնելու քանակը շատ է, բայց ասենք Հակոբ Արշակյան 4 հատ, Ռուբինյանը դառավ 5 հատ, ընդեղ էլի պատգամավորներ կան, որ կրկնակի հանցագործություն են։ Ես մի խոսքով ԿՊ-ի ներսում արդեն 24 հոգանոց խմբակցություն ունեմ։ Եվ ես կարծում եմ, որ իրանք մի փրկություն ունեն այս հանցանքից ի վերջո արդարացվելու, վարույթը կարճվելու, որ գնան Հայկ Մամիջյանի մոտ եւ միանան վարչապետին անվստահություն հայտնելու գործը։ Մեզ հենց այդքան էլ պակասում է մոտավորապես։ Եթե հիմա ԿՊ-ից 24 հոգի միանան նախաձեռնությանը, վարչապետին հնարավոր կլինի անվստահություն հայտնել, մենք է կպրծնենք, իրանք է կպրծնեն։ Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը որակում են անլուրջ։ Այսինքն, եթե մի գործընթաց նկարագրված է սահմանադրությամբ եւ դա իրենց որպես падգամավորների պարտականությունն է, դրա անլուրջը ո՞րն է։ Այսինքն, եթե իրենք փաստորեն իրենց падգամավորի որպես պարտականություն կառավարության գործունեությունը վերահսկելու անլուրջ են համարում, քիչ վերաբերվում է վարչապետի գործունեությանը, բայց հենց այդ եմ ուզում իրանց հետ ասելով խոչի։ Վարչապետի գործունեությունը պիտի համապատասխանի կառավարության գործունեության ծրագրին։ Հələ մենք թող գան նստեն կառավարության գործունեության ծրագրի ցանկացած էջը բացեն կարդան։ Տեսնենք այդ գործունեության ծրագիրը կատարվում է թե չի կատարվում։ Ակնհայտ է որ չի կատարվում, բայց եթե չի կատարվում, նրանք պիտի վերահսկեն կառավարության գործունեությանը, եթե չի կատարվում անվստահություն այդեն, ո՞նց կարա դա համարվի անլուրջ։ Անլուրջ իրանց հիմիկվա կարգավիճակն է եւ այս գործընթացի այստեղ գալու նպատակը նրանց լրջության դաշտ բերելն է եւ իրանց պաշտոնական պարտականությունների դաշտ բերելն է։ Իրանք չեն կարող խուսափեն դրանից։
Շնորհակալություն Ռուսաստանին խորագրով ակցիա է անցկացվել Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Ակցիան մշակութային բնույթ է կրել, մասնակիցների խոսքով նոյեմբերի 9-ի 5-րդ տարելիցի կապակցությամբ էր։ Ուղերձն այն է, որ օտարների որոշումներով չպետք է որոշվի ժողովրդի ճակատագիրը, ինչպես եղավ նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթղթով, որի հետևանքով Արցախն ամբողջովին հայաթափվեց։ Ակցիան մշակութային է կրում, որը հիշատակում է 5-րդ տարելիցը, նոյեմբերի 9-ի ուշ գիշերվա եւ 10-ի առավոտվա, որը 5-րդ տարին լրանալուց պետք է ինչ-որ բաներ տեղի ունենար, վերակնքում եւ այլն, բայց սա մենք դիտարկում ենք որպես նախկին բոլոր այդ շնորհակալությունը, որը ասվել էր արցախցիների կողմից ռուսական զորքերի գալով պատերազմից հետո եւ արդյունքը եղավ Արցախի ամբողջական հայաթափումն ու Ադրբեջանի նվիրաբերումը, ինչպես Կարսի պայմանագրով Հայաստանի մեծ տարածքները տրվեցին։ Եվ դրա համար հիմա մեր ակցիան նվիրված է շնորհակալություն Ռուսաստանին հենց այդ խորագրով։ Նոյեմբերի 9-ը ինքը մենակ կոնկրետ նոյեմբերի 9-ը չի, ինքը օտարների բաժանումը, կոնկրետ ռուս-թուրքական բաժանումը մեր երկրի ճակատագրի մեր որոշելիք է, այսինքն մենք չենք ընդունում օտարների որոշումը։ Սրա մասին է խոսքը, սրա մենտալիտետի մշակութային գործոնը, որը ուղերձ է հենց առաջինը կանգործիչներին, որ օտարների կնքած պայմանագրերով եւ որոշումներով չի որոշվում մեր երկրի ճակատագիրը, դա մեր որոշելիքն է, իրանցը չի։ Սա խորհրդանշումը հենց դա։ Հրազդանի ցեմենտի գործարանի աշխատակիցները չեն վարձատրվում։ Այսօր բողոքի ակցիայի ժամանակ նրանք ասել են, որ 1 տարուց ավելի է աշխատավարձ չեն ստացել։ Նրանց ոչ մի հստակ պատասխան չեն տալիս, օրինակ ազատված են աշխատանքից թե ոչ։ Ակցիայի մասնակիցները դիմում են կառավարությանը այդ հարցով զբաղվելու համար։ Ես կարամ ես վիճակին այլտեղ աշխատեմ։ Այստեղ էլեկտրիկ եմ այստեղ, գիզման արտադրամասում։ Բարձր տեղերի հետ գործ ունեմ, ամեն ինչի հետ։ Մի օր կարող անդեից անգնեմ, մի հատ հիվանդանոց գնում եմ, փող է պետք որ ստուգվեմ։ Էսա այնա։ Իրենք չեն ապահովում ձեր բժշկական ծախսերը։ Չէ։ Մենք մեր ջեբից պետք է բանանք, դա չկա, որտեղից անենք։ Գլուխս պետք է նկարեմ միկրոինֆարկտ եմ տարել, 50,000 փող են ուզում, չեմ կարում տամ։ Դուք էլ 1 տարուց ավելի չեք ստացել աշխատանք։ Ես տարի 3, ես հոկտեմբերի 1-ից եմ նստել տուն, մինչև հոկտեմբեր, չէ, 25 թվականի մինչև հոկտեմբերի 1-ը աշխատել եմ ես, հերթապար, տարի 3 ամիս, 4 ամիս, էլի նույնը ինչ որ ասել են, այսօր կլնի, էքուց կլնի, մենք էլ հավատալով, որ պտի ալնի, տես ամիս ձգձգելով հասել ենք այսօրին, հավատացել ենք, որ կլնի։ Ով է ձեզ հավաստիացրել, որ լավ է ամիս։ Սնունքի կառավարիչը, բարձր տնօրինությունը։ Փակած է, պլոմբած է, ոչ մեկը չեն աշխատում։ Մենք մեր գործարանն ենք ուզում, շատ բան։ Բայց այդ ղեկավարները ներկայացնում են, մենք հասարակ աշխատողներ ենք։ Սնանք են ճանաչել ինչ-որ, ես չգիտեմ, այնտեղ ղեկավարներին հարցեր եք էտի, սնանք են ճանաչել ու այդտենց գնաց գործանման, վերջ, գործանվեց ու վերջ։ Ուղղակի ստեղ մի հարց է ինձ զարմացնում, եթե պետությունը հակված աշխատատեղեր բացելով, ինչ տեսանկյունից է ինքը 400 մարդու աշխատատեղից զրկում ու նոր աշխատատեղ բացում, ես դրա իմաստը չեմ հասկանում, երբ որ այսքան մարդիկ եւ նրանք են տարիքում են, որ այսօր 20 տարեկան չեն 30, որ ուղարկեն գնան։ Մարդիկ արդեն կեսը թոշակառուներ են։ Եվ իմ տարիքում, ասենք, շատ դժվար է գնալ մեկ ուրիշ տեղ նոր մասնագիտություն սովորել, նոր չգիտես ինչ։ Աշխատել եմ հերթափոխի վարպետ։ Ես իմ գործը լավ գիտեմ, կարողացել եմ անել։ Մենք տվել ենք որակյալ արտադրանք, ցեմենտի։ Հա, ու այն, որ Պարսկաստանը մեզանից է կլինկեր տարել տարիներ շարունակ, այսօր մենք ենք իրանից վերցնում, արտահանողից դարձել ենք ներմուծող, ես չեմ կարծում, միթե այդ ձևով կարելի է երկիրը շենացնել կամ չգիտես ինչ։ Եթե զավոդը պարզ ունենար, սնանք չէին ճանաչ։ Ուրիշ 400 հոգի մնացել են, բայց տունը նստած են 2/3-ով։
ու 12 ամիս աշխատավարձ չեն ստացել, 13։ Հետ էլ գալիս է նրանից, որ պարտատերերը պարտքերը չեն տալի, 570 միլիոն պարտք են, ցեմենտը տարել են, փողը չեն տվել զավոդ, դա պետք է տան, որ ժողովուրդը աշխատավարձ ստանա։ Եվ այսպես Բաքվից հնչող հայտարարություններին է արձագանքել ազգային ժողովի փոխխոսնակը։ Բայրամովը հարցազրույցում ասել էր, թե Հայաստանի վարչապետը ինչ-որ փուլում կտրուկ փոխել էր տեսակետն ու հրաժարվել Ադրբեջանի հետ բանակցություններ վարել, ինչի հետևանքով էլ առաջացել էր փակուղի, որն էլ հանգեցրել պատերազմին։ Ռուբեն Ռուբինյանի խոսքով դա ոչ միայն Ադրբեջանի արտգործնախարարն է ասում, այլև Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը։ Լրագրողների դիտարկմանը, թե նրանք փաստեր են վկայակոչել, Ռուբինյանն ընդգծել է, որ ինքը համաձայն չէ նրանց վկայակոչած փաստերի հետ, որովհետև այս փաստերը ճիշտ չեն։ Դա ոչ միայն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն է ասում, այլ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Եվ պետք է ասեմ, որ Ադրբեջանի արտգործնախարարը Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը սխալ են ասում, Հայաստանը պատերազմ չի հրահարել, Հայաստանը պատերազմ չի սկսել, Հայաստանը չի դադարեցրել բանակցային գործընթացը։ Բանակցությունները մեծ է վարել, ինչը հանգեցրել։ Ես համաձայն չեմ Ջեյհուն Բայրամովի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Բայց փաստերը նրանք վկայակոչում, պարոն։ Ես համաձայն չեմ նրանց վկայակոչած փաստերի հետ, որովհետեւ այդ փաստերը ճիշտ չեն։ Դրանք ճիշտ փաստեր չեն։ Արցախը Հայաստանը եւ չի ասել, որ զրոյական կետից է ասել։ Ռոբերտ Քոչարյանը ասել է Արցախը Ղարաբաղը 88 թվականից մինչ օրս Հայաստանի մաս է։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի եւ իր գործընկերների տրամաբանության ինքը պատերազմ է հրահարել։ Պարոն Ռուբինյան, ամեն դեպքում 2019-ին առաջարկ ուղարկվել է, բայց ներողություն 2019 թվականին ինչ որ առաջարկ է եղել, որին Ադրբեջանը համաձայնվել է, իսկ Հայաստանը չի համաձայնվել։ 2019 թվականին չի եղել առաջարկ, որին Ադրբեջանը համաձայնվել է եւ Հայաստանը չի համաձայնվել։ Բայց ամեն դեպքում հարգելի գործընկերներ, նախ 1000 անգամ խոսել ենք, էլի, ես չզարմանում եմ, ոնց է ամեն անգամ գալիս հարց տալիս, ամեն անգամ բացա, թողեք խոսեմ։ Ամեն անգամ ինձ զարմացած հարցեր եք տալիս, ոնց որ 1000 անգամ չի խոսվել դրա մասին։ Ես էլ երբ որ, հա, հաստատում եք, շնորհակալություն։ Հիացած եմ ուղղակի։ Ընդհանրապես 2008 թվականից սկսած, երբ որ ընդունվեցին Մադրիդյան սկզբունքները, բոլոր առաջարկները նույն էության մեջ են եղել եւ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ նկարագրել է ինչ է նշանակում Մադրիդյան սկզբունքները։ Ինչու չի նշվել, որ Ղազախստանից Ադրբեջանի տարածքով բերված ցորենն անասնակեր է եղել 4-րդ կարգի։ Էկոնոմիկայի փոխնախարարին զարմացրել է հարցը, իսկ ինչու պետք է նշվեր ցորենի տեսակը լրագրողների հետ զրույցում հարցրել է նա։ Լավ է, որ ճանապարհները դիվերսիֆիկացվում են, իսկ թե հետագայում բարձրորակ ցորեն կգա թե ոչ, կյանքը ցույց կտա, ասել է Պաշտոնյան։ Ընդհանրապես, եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, այդ լավ է։ Հիմա թե այսօր անասնակերայք է, վաղն է կգա բարձրակարգ ցորեն, դա արդեն կյանքը ցույց կտա, բայց պարզ է, չէ, որ եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, նշանակում է, որ պետությունը բացվում է, այսինքն լավ է, հնարավոր եւ գնիչեցում լինի, հնարավոր տարբեր բան է։ Հիմա ես զարմանում եմ։ Մենք չենք ասում, ասում եք ինչու չեն ասել 4 կարգ։ Տենց, որովհետեւ դա 4 կարգ է, ինչի պետքա շեշտեն։ Ոնց եք կարծում այդ ցորենը որ եկել է, պետք չի ուղղակի եկել, հա։ Չէ, ցորենը լավ որ եկել է, խոսքը ուրիշ բանի մասն է, խոսքը նրա մասն է, որ այդ աղմուկը ուրիշ բանի մասին է։ Չէ, աղմուկը, Ջորջան, աղմուկը։ Չէ, նախ ասեմ, աղմուկը դիվերսիֆիկացիայի մասին այդ բարձրացված չգիտեմ ում կողմից, բայց ոչ կառավարության կողմից, բայց դիվերսիֆիկացիան եղել է, շարունակվում է լինել, որը կարծում եմ լավ է, չէ՞, համաձայն չեք։ Եթե ղազախական կողմը ռուսական ցորենը բարձրակարգ ցորեն է իման։ Եթե ղազախական կողմը այդ մասին չբարձրաձայներ, Հայաստանի իշխանությունը ինքնական կասեր հայ հանրությանը ես այդ ինֆորմացիային չեմ տիրապետում ով է առաջինը բարձրաձայնել, բայց իհարկե դա գաղտնիք չկա։ Ինվոյսներով եկող բան է, ինչի՞ մասնա։
Չէ, խոսքը ներամասն է, որ կարելի սկզբանե ասել, որ ճանապարհները դիվերսիֆիկացվում են, բացվում են եւ այլն, եւ գալիս է առաջին խմբականական ասնագեր, ոչ թե ցորեն ասել։ Ինչու պետք է դա շեշտի, ես չեմ կարող հասկանամ։ Ժողովուրդ, ինչու։ Ուղղակի տպավորվում որ մենք հացի խնդիր ունենք։ Չէ, ախր ի սկզբանե բոլորը ասում են, որ հարգելի գործընկերներ, հացի խնդիր չկա։ Սոված չենք եղել, չենք լինի, բայց ճանապարհների դիվերսիֆիկացիան կարևոր բան է։ Համաձայն չեք։ Որ հնարավոր է հացի գինը նվազի դրա հետ կապված։ Անկամ հացի գնի հետ կապված, ներողություն։ Չէ։ Հացի գնի հետ կապված կարծեմ թե հարց եղել է, այդ հարցին պատասխանվել է, որ հացի գնի մեջ տարբեր կոմպոնենտներ կան եւ միայն ճանապարհը չի, ուստի այս պահին դիվերսիֆիկացիան, ոչ թե կոնկրետ այս դեպքը, դիվերսիֆիկացիան նայած թե ինչ չափով կազդի հացի գնի վրա, այդ էլ է դաժե ասվել, էլ ինչ ասվի։ Հացահատկի թեմայից բանակցային գործընթացի մասին հայտարարությունների ժամին իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները դարձյալ միմյանց են մեղադրել։ Ինքը որի օրդ անգամ ասեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը թոք էր Հայաստանի Հանրապետության վրա։ Հələ մի հատ էլ չբավարարվեց դրանով, որոշեց ռուսերեն գրի «Կառոտկի պավադոկ»։ Հիմա ես մի հարց ունեմ։ Լավ երկար էր, հա, այդ կառոտկի պավադոկը, որ այդ դրա արկայության պարագայում մենք սեպա ենք ստորագրում, որը մինչ օրս դուք փորձում եք իրագործել ու առանձնապես դա ձեր մոտ չի ստացվում։ Հետո ինքը ասեց ժողովրդի իրավունքները, պատմական արդարության վերագործարկումը, վերականգնումը նույնպես թոք էին, բայց խնդիրը կայանում է նրանում, որ դրանք երկուսն էլ ձեր բանակցային տերմիններն են։ Իրավունքներ, անվտանգություն, արդարություն, դա դուք եք բերել բանակցային գործընթաց։ Մերը 3 հիմնարար սկզբունքներ ինքնորոշման իրավունքով։ Ավելին ասեմ, ձեր իշխանության ընթացքում մեր բանակցությունների ավարտից տարիներ անց Ռուսաստանի Դաշնությունը, Եմեն, ԱՄՆ-ն, Գերմանիան, Կանադան նույնիսկ այս տարվա օգոստոսին այդ նույն հիմնարար սկզբունքներից ինքնորոշման իրավունքին հղում են կատարել։ Այ դա էր մեր բանակցային ժառանգությունը։ Ավելին ասեմ, մեր բանակցային ժառանգության մասին խոսել են թե Ադրբեջանից 2 անգամ նշելով, որ եթե բանակցությունների հունով գնար, ապա թե Լաչինն ու Քելբաջարը եւ թե իրենց ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը եւ թե երկրորդը դրա մասին Փաշինյանն է ինքը ասել գաղտնալսման ընթացքում ասել է որ Ադրբեջանը համակերպվել է որ Լեռնային Ղարաբաղը Արցախը Ադրբեջանի կազմում չի լինելու Հայաստանում շատ ավելի էժան ներկրում են արմատուրա եւ մետաղական այլապրանքներ, օրինակ հարևան Իրանից եւ տուժում է տեղական արտադրողը։ Խնդիրը լուծելու համար պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Նարեկ Աղրամանյանը պետական турքի մասին օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծ են ներկայացրել։ Նպատակն է տեղական արտադրողին պաշտպանել արտաքին ներգործությունից։ Փաթեթը քննարկվել է այսօր խորհրդարանում։ Բագրատյանն ասել է, որ նախկինում 29000 դրամ էր տրված, հիմա առաջարկում են 55000 դրամ 1 տոննայի հաշվարկով, որպեսզի բալանսավորեն ներմուծվող ապրանքի գինը եւ արտադրվող ապրանքի գինը, ասել է Բագրատյանը, պարզաբանելով, որ դրանով իսկ իրականացնում են ազգային արտադրանքի պաշտպանությունը։ Արգելի գործընկերներ, օրենքի նախագծի նպատակը այն է, որպեսզի մենք կարողանանք մեր տեղական արտադրողին պաշտպանենք արտաքին ներգործություններից, այսինքն շատ ավելի էժան կարողանում են ներկրել արմատուրա եւ նաեւ մետաղական այլ ապրանքներ, որը պայմանավորված է հիմնականում մեր հարևան երկրում Իրանում աշխատավարձերի հետ կապված, գազի, էներգակիրների, էլեկտրոէներգիայի հետ կապված ցածր գներով։ Դրանով պայմանավորված, քանի որ Հայաստանի Հանրապետություն ներմուծվում է էժան արմատուրա եւ մենք պետք է պաշտպանենք մեր արտադրողներին, այս օրենքի ընդունումով ցանկանում ենք այս խնդիրը լուծել։ Նախկինում 29000 էր դրված, իսկ հիմա առաջարկում ենք 55000 դրամ 1 տոննայի հաշվարկով, որպեսզի հավասարակշռենք ներմուծվող ապրանքի գինը եւ արտադրվող ապրանքի գինը։ Սրանով իսկ ինչպես ողջ աշխարհում է ընդունված, դա կոչվում է պրոտեկցիոնիզմ, այսինքն ազգային արտադրանքի պաշտպանություն իրականացնել, մենք դա ենք իրականացնում, որովհետեւ եթե մենք իմանանք երկարատև մրցակցության դեպքում մեր արտադրողները կարող են այլևս չկարողանալ արտադրել եւ մյուս երկրներ իրենց ապրանքը կրկնակի կարող են թանկացնել, խնդիրներ առաջացնել մեր տնտեսության համար, մենք փորձում ենք պաշտպանել տեղական արտադրողի շահերը։ Նպատակը սա է։ Կառավարության հետ քննարկումների արդյունքում կառավարության մեր հարգելի գործընկերները առաջարկեցին
55,000-ի փոխարեն կիրառել 45,000 պետական տուրք եւ հիմնավորեցին ինչու 45,000, որովհետեւ իրենք հաշվարկի հիմքում դրեցին էներգակիրների եւ աշխատավարձի հետ կապված խնդիրներ եւ բացի այդ, քանի որ այլևս Իրանի հետ մենք զրոյական մաքսատուրք ենք կիրառում, իսկ նախկինում 5% էր, այդ 5%-ը կազմում է 10,000 դրամ եւ դրանից ավելացված արժեքի հարկը 2,000 դրամ եւ գումարային դառնում է 45,000 դրամ։ Հետեւաբար մենք ընդունում ենք կառավարության մեր գործընկերների առաջարկը հաշվի չառնել արժույթի տատանումները, որովհետեւ իրանական արժույթ այս պահին արժեզրկվում է, բայց կարող է վաղը նորից վերականգնվել, այս իմաստով մենք այն 10,000 դրամը, որ 45-ից 55,000-ի սահմանում ունեինք, նպատակ ուներ նաև արժույթի հետ կապված խնդիրը լուծել, բայց կոմպետենտ վերլուծության արդյունքում գտնում ենք, որ պետք չի արժույթի տատանումը դնել ինքնարժեքի մեջ։ Այս իմաստով որոշեցինք, որ 45,000-ը բավարար է եւ առաջին երկրորդ ընթերցման ժամանակ կընդունենք առաջարկը կառավարության։ Շնորհակալություն։ Ան ինչ որ հիմա ներկայացվում է, շատ նման է ցեմենտային կլինկերի տուրքերի փոփոխությանը։ Թե կլինկերը, թե արմատուրան ու ամրանները օգտագործում են շինարարության մեջ։ Տուրքերի բարձրացումը մի նպատակ ունի։ Փոքրացող շուկայում ապահովել տեղական արտադրողին, եթե շուկան լիներ մեծ եւ ընդարձակվող, տեղ բոլորի համար կլիներ, բայց քանի որ շինարարությունը չի կարող անվերջաճել, հարկային օրենսգիրքը փոխելով, սահմանափակելով եկամտահարկի հետվերադարձի ժամկետը 25 թվականով Երևանով, շինարարությունը արագ աճեց քաղաքում, Երևանում, մարզերում փոփոխությունը ակնկալված արդյունքը չի տվել, գոնե թվերը ցույց չեն տալի, որ մենք ունենք շինարարական բում մարզերում, խոսքը չի գնում Երևանին հարակից, երբ ասենք Աբովյանից ավելի էջ տեղացնել Քանաքեռ, քան Քանաքեռից Երևան։ Ուստի ես այս նախաձեռնությունը կարող եմ գնահատել որպես մեգատրենդի շուկայի նվազման, շինարարական շուկայի նվազման առաջին զգուշացում։ Տնտեսությունը, տնտեսական աճը, որի մասին վաղ խոսեն եւ դիֆերանբներ կձոնեն, հիմնված է եղել շինարարության վրա, ոչ արտանելի շինարարության վրա, որը հասել է հագեցման կետին եւ մեզ սպառնում են բավականին ծանր օրեր նվազող տնտեսական աճով։ Եվ այսպես խաղաղությունը շատ հարցեր կլուծի Բաքվում անազատության մեջ պահվող հայերի վերադարձի հետ կապված ամենօրյա աշխատանք է իրականացվում։ Վարչապետն է հայտարարել լրագրողների հետ զրույցում։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանի հայտարարության ու 2018-ին Մեկուսարանում Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը։ Երրորդ նախագահը հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանին առաջարկել է փոխվարչապետի պաշտոնը։ Վարչապետը բացառել է, որ որևէ ձայնագրություն կլինի, որը իրենց ասած եւ իր կողմից հերկված որևէ նյուանս կապացուցի։ Ինչ լավ այդ հեղափոխությունը տեղի ունեցել ըստ էության ուղիղ եթերում, բայց թե ուղիղ եթերում տեղի ունեցած է ամբողջ, որովհետև Կարեն Կարապետյանի հետ հանդիպում չի եղել, որ Կարեն Կարապետյանի հետ հանդիպում լիներ, կլիներ ուղիղ եթերում։ Հա, Կարեն Կարապետյանի հետ Մեկուսարանում եղել է հանդիպում, ճիշտ է, կներեք, մոռացել էի։ Եվ երկրորդը խոսվում է դեսպանների մասին, ես հատուկ այդ թեմայով դեսպանների հետ հանդիպում եմ արել եւ երեկվա հավաքը նկատի ունի։ Չէ, հեղափոխության ժամանակ իրանք հանդիպում են ուզել ինձանից եւ այդ հանդիպման հիմնական նպատակն եղել է, որ իրանք ասել են կարող ենք օգնել, աջակցել, ես ասել եմ անընդունելի է ինձ համար։ Ես Հայաստանի ներսում օտարերկրյա դեսպանների միջնորդության կարիք չունեմ, որպեսզի Հայաստանում մեր քաղաքական օրակարգը առաջ մղել։ Այսինքն ցանկացած տենց թեմա, որ ինչ որ մի դեսպանի միջոցով ինչ որ մի առաջարկ արվել կամ հետ առաջարկ ստացվի, դա ի սկզբանե սուտ է։ Իսկ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումը լավ հիշեցրիք, ինձ իսկապես մոռացել էի։ Մի րոպե, բանտում հանդիպումը եղել է հետևյալ, ես ես ասեմ ինչ ա եղել։ Հիմա շատ լավ առիթ է պատմեմ ինչ ա եղել այդ հանդիպման ժամանակ։
Կարեն Կարապետյանը եկել է եւ ինքը խոսել է Սերժ Սարգսյանի անունից։ Սերժ Սարգսյանի անունից խոսել է եւ ասել է, որ փորձ է արել նենց անել, որ իրենք ինձ ազատում են եւ հեղափոխական process-ը չի շարունակում։ Ես ասել եմ ոչ, դա նախ ասեմ փոխվարչապետի մասին, ընդհանրապես երբեք որևէ մեկի հետ ընդհանրապես տենց ակնարկ եւ խոսակցություն ընդհանրապես որևէ մեկի հետ չի որևէ մեկի հետ ոչ միայն փոխվարչապետ, որևէ պաշտոնի մասին որևէ խոսակցություն ընդհանրապես չի եղել։ Ես չգիտեմ իրենք նման բան քննարկել են թե չէ, բայց ես չի էլ թույլ տա որ տենց խոսակցություն տեղի ունենար։ Սկսենք դրանից։ Դա բացառում եմ, այո։ Չի կարա տենց մի րոպե։ Ներողություն, թողեք պատասխանեմ։ Եթե չի եղել մեկը հայտարարում է, դա ինչ է։ Հիմա դուք անդադ տեսեք 1000 ներողություն եմ խնդրում, չէ։ Տեսեք, այսօրվա մեր լրագրության առանձնահատկությունն է դա։ Փաստը դնում ենք մի կողմ, գնում գնահատականի հետևից։ Ես ասում եմ չի եղել։ Դուք ինձ ասում եք ուրեմն դա կեղծիք է։ Կեղծիք չի, հրավառություն է, վեպ է, պատմավեպ է, բանաստեղծություն է, թե պիես է։ Այդ գնահատական է։ Ես ասում եմ չի եղել, ասում է իսկ բացառում եք, որ ձայնագրություն լինի, ասում է ուրիշ փաստ բացառում եք, որ լինի, ասում եմ այո, բացառում եմ։ Ընդհանրապես բացառում եմ, որ որևէ ձայնագրություն կլինի, որը իրենց ասած եւ իմ կողմից հերքված որևէ նյուանս կապացուցի, բացառում եմ որևէ թեմայով։ Այսինքն հիմա ես ձեզ հետ շփվում եմ, մի նեղվեք, ինձ հարցրեք, ինչ որ եղել է, կասեմ եղել է, ինչ որ չի եղել, կասեմ չի եղել։ Հիմա պատմեմ, թե ինչ է եղել Կարեն Կարապետյանի եւ իմ խոսակցությունը։ Խոսակցությունը եղել է հետեւյալի մասին, որ Կարեն Կարապետյանը ըստ էության ակնարկել է, ուղիղ չի ասել, բայց ակնարկել է ենթատեքստերով։ Եթե ինքը հերքի ես դա կհասկանամ, որովհետև ուղիղ չի եղել խոսակցությունը եղել է ենթատեքստերով, որ իրանք ինձ ազատեն, մեզ ազատեն եւ հեղափոխությունը, այսպես ասած, հեղափոխությունը դուրս գա օրակարգից եւ մենք ինչ որ ձևով Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել, որ ինքը որպես բոլորի կողմից ընդունելի տեխնացու ստանձնի իշխանություն։ Ես ասել եմ դա ընդունելի չի ինձ համար եւ Սերժ Սարգսյանը պետքա հեռանա, որից հետո Կարեն Կարապետյանը գնացել է եւ ասել է, եկել է վերադառնալով, ասելով, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ, բայց առաջարկում է, որ դա տեղի ունենա ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո։ Ինքը ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը ընդունի, որից հետո հրաժարական տա։ Ես ասել եմ դա անընդունելի է, ես չեմ ընդունի այդ տարբերակը, որից հետո գնացել է եւ ես չգիտեմ, բայց ընդհանրում գրում էր խոսում էր ինչ որ մեկի հետ, չգիտեմ ում հետ էր խոսում, որից հետո վերադարձել է եւ ասել է, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ հունիսին։ Ես ասել եմ դա ընդունելի տարբերակ չի եւ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա այսօր, վաղը, մաքսիմալ մյուս օրը։ Որից հետո ինքը գնացել է, եկել է, ասել է ընդունելի է այդ պայմանը։ Էս է եղել մեր խոսակցությունը։ Ավելի ուշ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հարցին նախագահների կողմից վարչապետի բանավեճի հրավերը մերժելու վերաբերյալ։ Պատգամավորը հարցրել է, արդյոք կա ինչ-որ մեխանիզմ այդ մարդկանց բանավեճի բերման ենթարկելու։ Փաշինյանին զվարճալի է թվացել բերման ենթարկել բանավեճի արտահայտությունը, ապա ասել է, որ 4-րդ վայրկյանից ինչ խոսում են իր հետ բանավեճ է։ Դուք մշտապես հանրայինորեն հրավիրել եք նախորդ երկու չընտրված նախագահների եւ մեկ մասամբ ընտրված կամ չընտրված նախագահի հանրային ուղիղ եթերում բանավեճի եւ մենք եւ մեր հանրությունը մի տարօրինակ իրավիճակի ենք ուրեմն ականատես լինում, երբ փաստացի մի իրավիճակ է, երբ տրամաբանորեն պետք է որ հակառակը լիներ, պետք է որ ընդդիմադիր գործիչները փորձեին հնարավորություն գտնել երկրի ղեկավարի հետ որևէ թեմայի շուրջ բանավիճել, այնինչ մենք տեսնում ենք հետևողականորեն խուսանավում եւ փախուստ ըստ էության։ Միաժամանակ հայտնի է, որ
տեսալսողական մեդիայի մասին գործող օրենքով կա պարտադիր պայման, ըստ որի հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է մարզկենտրոնների ընտրությունների եւ համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի բոլոր մասնակիցների եւ մասնավորապես առաջին համարների մասնակցությամբ կազմակերպել բանավեճ, բայց այդ բանավեճերին չներկայանալու համար գոյություն չունի սանկցիա եւ կա կարծիք, որ պետք է նաեւ նախատեսվի որոշակի սանկցիոն ինչ-որ մեխանիզմ, որով բերման կենթարկվեն, ինչքան էլ տարօրինակ է ասել, այս մարդիկ, որպեսզի վերջապես այդ բանավեճերը տեղի ունենան։ Տենց մի քիչ զվարճալի հնչեց բերման ենթարկել բանավեճի, շատ անսպասելի առաջարկ է, ճիշտն ասած, չեմ կարող ռեակցիա տալ, բայց ես ձեր ուշադրությունը հրավիրում եմ, որ 2021 թվականի ընտրություններում էլ ձեր նշած մարդկանցից առնվազն երկուսը առաջադրված էին եւ նրանք բանավեճի չեկան եւ չմասնակցեցին։ Ես կարող եմ իմ կողմից ասել, որ իհարկե վճռական եմ հաջորդ բանավեճի մասնակցելու եւ բանավեճի իմ հրավերը իհարկե շարունակում է մնալ ուժի մեջ։ Ես նախկինում վերջերս առիթ ունեցա անդրադառնալ, որ տեսեք այդ մարդիկ մի կողմից ասում են, որ ինձ հետ բանավեճելու բան չունեն, բայց հենց սկսում են խոսալ 4 վայրկյանից ինչ որ խոսում են ամբողջ ինձ հետ բանավեճ է։ Ընդ որում ես այսօր էլի ընդդիմությունը հարց ու պատասխանին ներկա չի, ես բյուջեի քննարկման ժամանակ սենց հարցեր են տալիս, ասենք զեկուցողներին, այդ թվում ազգային ժողովի պատգամավորների հարցեր են տալիս, որ իմ լիազորությունների հարցեր է, վարչապետի եւ կառավարության լիազորություններին վերաբերող հարցեր է։ Խոսում ենք 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի մասին։ Եվ ձեր նշած բանում, հարցազրույցներում խոսում են պատերազմի ժամանակվա իրադարձությունների մասին։ Լսեք, ոնց որ մոռացվել է, որ ես 5 ժամ ուղիղ եթերում 10, չէ 5, 10, լավ, հիմա նույնիսկ չեմ հիշում ինչքան, բայց տևական շատ, հարցերին ուղիղ եթերում պատասխանել եմ, այդպիսի մի դրվագ չկա, որին ես չեմ անդրադարձել, հիմա եւ դա շատ բան տրյուկ է, որ մտածել, որ մարդիկ դե քանի տարի անցել է, մոռացել են, մի հատ էլ այդ նույնը ասենք, եւ ըստ էության նրանք խոսում են միայն այդ ժանրով։ Իրանք բացի բանավեճից, եթե ուշադրիր իրանց տեքստեր նայեք, բացի ինձ հետ բանավեճելուց ուրիշ բան չեն ասում։ Ամբողջ ինչ խոսում են ինձ հետ բանավեճը։ Եվ այսպես ձերբակալվել են փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը։ Առավոտյան ՆԱԱՑ աշխատակիցները մտել են նրանց տուն, կատարել անհետաձգելի քննչական գործողություններ, ապա ձերբակալել ու տարել քննչական կոմիտե։ Հաղորդավարները մեղադրվում են խուլիգանության հոդվածով, օրեր առաջ նրանց հյուրընկալվել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Իրավապահներին Իմնեմնիմի փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների եւ սպառնալիքների վերաբերյալ հաղորդում է տվել ազգային ժողովի նախագահը։ Պատճառը փոդքասթի նոյեմբերի 10-ի թողարկումն է, որտեղ հաղորդավարներն անդրադարձել են Ալեն Սիմոնյանին վիրավորական արտահայտություններ արել, նաև որոշ հայտարարություններ սպառնալիքներ են դիտարկվել։ Ալեն Սիմոնյանը մեծ զրույցում հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Իմնեմնիմի հաղորդման հեղինակների դեմ հանցագործության մասին հաղորդումն ինքն է ներկայացրել։ Սիմոնյանի մեկնաբանությունը տեսանյութում։ Պարոն Սիմոնյան, տեղեկություններ կան, որ Իմնեմնիմի հաղորդաշարի տղաների դեմ հաղորդում դուք եք ներկայացրել։ Դա ինչքանով է համապատասխանում իրականությանը։ Սպառնալիքի վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել եւ հաստատում եմ։ Ես մանրամասն չեմ նայել, բանն եմ, սաղագրությունն եմ կարդացել, այդ բանի մեջ կա, հաղորդման մեջ մեջբերումը կա։ Ինչ հարց կա։ Իրավապահները գործողություններ են իրականացրել։ Լավ են արել, շատ լավ են արել։ Շնորհակալություն իրավապահներին։ Վերջապես գործողությունները իրականացրել են։ Ինչ պետք է ավելացնեմ։ Ինչն է, ուզում հասկանամ ինչն է այդպես տարօրինակ, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում, հա, որ այն ոճը, այն սպառնալիքները, այն սեռական բնույթի հայհոյանքները, որ մարդկանց ընտանիք, մարդկանց անկողին մտնելը տեղ պետքա չունենա եւ դրա դեմ մենք պետքա բոլորս պայքարենք, դա է տարօրինակ, հա,
2 օր առաջ Աբովյան քաղաքում այդ հաղորդում չներկայացնելու քրեական ենթամշակույթի, այդ ձևական սութի բարքերի պատճառով 2 երիտասարդ մեկը մահացավ, մյուսը մեկընդմիշտ գնաց իր կյանքը խորտակեց, գնաց բանտ։ Ուզում հասկանամ մենք ինչ հասարակություն պետք է կառուցենք։ Պետք է դանակով իրար բան անենք, ամեն մարդ պետքա պատասխան տա իր արածների համար, այո, տենց էլ պետքա լինի ու տենց է լինելու միշտ։ Ազգային ժողովում լրագրողներն Անդրանիկ Քոչարյանին հարցրել են, արդյոք անցել է իր եւ Նիկոլ Փաշինյանի լարվածությունն ու արդյոք վարչապետը ներել է։ Հարցերը դուր չեն եկել ու հունից հանել են Քոչարյանին։ Արտվեց ձեր եւ Նիկոլ Փաշինյանի միջև արտալարվածություն։ Լարվածություն չի եղել, դուք անիմաստ հարցեր մի տվեք։ Դուք վերնագիր եք կերտում։ Հալակ եւ դա ձեզ լավ տեղ չի տանում որպես լրագրող։ Ոչինչ, դուք գնացիք լավ տեղ։ Մենք գնում ենք, չես տեսնում որ գնում ենք։ Եթե առանձին կուզենաք որևէ հարցազրույց վերցնեք, ընթացակարգով դիմեք ինձ։ Այդ լարվածությունը։ Իհարկե ոչ, ինչ լարվածություն, լարվածությունը ձեր եւ գուցե իմ մեջ է հիմա։ Չեմ կարծում, պարզապես հիմա ձեր այս ոգևորությունը չեմ հասկանում, հատկապես Կիրակոսյանին։ Այնուհանդերձ Նիկոլ Փաշինյանը ներեց ձեզ, թե ոչ։ Քեզ ների։ Մենք ներված ենք միշտ, տղա ջան։ Իսկ խորհրդարանի նիստերի դահլիճում մեղադրանքների պակաս չի եղել։ Ֆինանսական գլխավոր փաստաթղթի քննարկման ժամանակ պատգամավորները շեղվել են թեմայից։ Ընդդիմությունը կարծում է, կառավարությունը խոստումները չի կատարել ու աղճատում է իրականությունը։ Իշխանական պատգամավորները հակադարձել են, հիշեցրել նախկին նախագահների օրոք կատարվածն ու չկատարվածը, մեջբերել նրանց վերջին հարցազրույցներից հատվածներ։ Վրաստանից ավելի բարձր հնա ունեցող պետությունը 25 թվականին Վրաստանից ավելի ցածր մեկ շնչին ընկնող հնա ունի։ Ստեղ էս հարցը տալիս են, ֆինանսների նախարարն ասում է Վրաստանը Ռուսաստանի հետ սահման ունի։ Դահլիճից ինչ-որ մեկն ասում է Վրաստանը ծով ունի։ Ստեղ են ասում, որ նալլա քեզ չար սատանա։ Այդ սահմանը Ռուսաստանի հետ երեք առաջացավ, թե Սևծովը թազակցած գյոլա, նոր առաջացավ, 19 թվին չուներ։ Հայաստանը մեկ շնչին ընկնող հնայով տարածաշրջանի Կովկաս եւ Կենտրոնական Ասիա հետնապահ է 12,500 է այնտեղ մեկ շնչին ընկնող։ Ինչևէ 2025 թվականի առաջին կիսամյակում սիրելի հայրենակիցներ մեր բնակչության 75%-ը միջին աշխատավարձից ցածր է ստանում։ Հասկանում եք, բա ուր եղավ կեսը, միջինը։ Իշխան կառավարությունը այսօր չունի աշխատավարձի մեդիան արժեքը, թե մեջտեղի աշխատավարձը ինչքան է։ Չունի ավելի հաճախ հանդիպող արժեքը, բա դուք աշխատանքի շուկայի մասին ո՞նց եք դատողություն անում, պարոնայք եւ տիկնայք։ Ուրեմն, մինչև 100,000 դրամ ստանում է 176,000 մարդ։ 100,000-ից 200,000 դրամ 277,000 մարդ։ 200-ից 300,000 119,647, այդ միջին աշխատավարձով ում եք խափում։ Կառավարությունը առաջ է քաշում 6 ամիս դեռ կական ենք էլի, հորս արև բոլոր չարացները 6 ամսում անելու ենք կարգախոսները։ Նախագիծը ներկայացնում է կառավարության անդամների այն նույն խումբը, ովքեր իրենց խոստովանմամբ առաջին դասարանում 7 տարի մնացած տգետների խումբ էին, ովքեր իրենք են խոստովանել, որ 4,5 տարի խոստացածները չեն կատարել, բայց դեռ 6 ամիս կա կկատարեն էլի։ Մենակ չասացիք, երկրորդ դասարան փոխադրված կա, թե դեռ չէ։ Քոչարյան Ռոբերտն ասում է, գիտեք, ինձ հաճելի էր ժողովրդի հետ շփումը։ Ոչ, պարոն Քոչարյան, մենք գիտենք, որ ձեզ հաճելի չէ։ Մենք գիտենք, որ ձեզ հաճելին զուգարաններում մարդ սպանելու հրաման տալն է։ Մենք գիտենք, որ ձեզ հաճելին մարտի 1 եւ հոկտեմբերի 27 կազմակերպելն ու մարդկանց գնդակահարելն է։ Ինչպես Սերժ Սարգսյանի դեպքում ասեցի, այստեղ եւս կարող ենք ֆիքսել, որ բացարձակ նորություն չեք ասում։ Եվ ես հորդորում եմ, խնդրում եմ ձեզ, դուք հաճախակի եթերներով հանդես եկեք, 7 չէ, 17 ժամ խոսացեք,
որովհետև սա միայն ու միայն վերահաստատում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի մոտ այն տեսակետն ու կարծիքը, այն համոզմունքը, որ մեր երկրում երբեք ու երբեք պիտի թույլ չտանք, որ ձեզ նմանները վերադառնան իշխանության, անգամ ընդդիմության կարգավիճակում դուք անելիք չունեք։ Հեծին լիցենզիայի զրկելու վերաբերյալ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը մեկնարկել է սկանդալով։ Հեծի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Խազինյանը մինչև նիստի սկսվել է հայտարարել է, որ Հեծի նկատմամբ վարչական վարույթի հետ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կապ չունի եւ չպետք է լինի հանձնաժողովի նիստին, ինչն էլ աղմուկ է բարձրացրել։ Երբ Պետրոսյանը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի հետ մտել է դահլիճ, իրարանցում է սկսվել։ Պետրոսյանը վիճել է լրագրողների հետ, ասելով, որ նրանք խոչընդոտում են իր աշխատանքը։ Հանձնաժողովի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը մերժվել է։ Միջնորդությունը ներկայացրել է Տաշիր ընկերությունների խմբի փաստաբաններից մեկը Վարդան Ալոյանը, որը մեղադրում է Մեսրոպյանին կողմնակալության եւ իշխանության հետ կապերի համար։ Ես խնդրում եմ հիմա կարգ ու կանոն հաստատեք իրավապաշտ համակարգի մարմիններ։ Խնդրում եմ ձեր նախատեսած տեղերը նստեք, մենք նստենք մեր տեղում։ Առաջին հասարակություն։ Մակարյան, խնդրում եմ այդ սադիչ հարցերը թողեք։ Ինչա սադիչ Ինձ համար մասնավորապես ստանձնելով ժամանակավոր կառավարչի լիազորությունները ինձ վերապահված իրավասությունների շրջանակներում իրականացնելով մի շարք վերահսկողական, ստուգողական եւ այլ գործառույթներ Հեծում մի քանի շաբաթ անց պարզ դարձավ, որ երկար տարիներ տևական շրջան Հեծում տիրող իրավիճակը թաքցվելով եւ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովից եւ իրավասու վերահսկողական եւ տեսչական լիազորությունները ողջված պետական այլ մարմիններից բերել հանգեցրել այն ճգնաժամային իրավիճակին, որ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահը ստիպված էր վարույթ հարուցել վարչական Հեծի նկատմամբ եւ կանխարգելիչ միջոցառում իրականացնել ժամանակավոր կառավարիչ նշանակելու միջոցով եւ իմ կանխատեսումները, որոնք ես օրեր առաջ արեցի, որ ենթադրաբար Հեծը կզրկվի լիցենզիայից, դա պարզապես ժամանակավոր կառավարչի լիազորությունների շրջանակներում իրականացված բացահայտումների, ստուգումների եւ այն բազմահատորանոց փաստաթղթավորման արդյունք էր, որ ես տիրապետում եմ եւ իրավասում եմ այդպիսի ենթադրություններ անել։ Պարոն Պետրոսյան, դուք որպես պետական վերահսկողական ծառայության ղեկավար ամենակոռեկտ հարցը ով ձևակերպի, պատասխանում իր հարցին։ Շարունակեք։ Ուղղորդման մասով ասեմ, որ որևէ ուղղորդում այդտեղ չկա, ես հանձնաժողովի նախագահի նշանակման պաշտոնյա եմ, ես չեմ կարող ինձ նշանակողին ուղղորդել, հարգելիներ։ Սա ինչ որ չափով դատական նիստ է։ Այստեղ լսված հիմա պատկերացրեք իրավիճակ, որ 5 փաստաբանով ներկայանում է ինչ-որ մեկը եւ թույլ չեն տալիս փաստաբաններին, որպեսզի խոսի։ Կամ իրենց խոսքը ասեն, կներեք ավարտեմ, այսինքն այս ամբողջը ի սկզբանե անելը, ես այսպես իմ կարծիքն եմ ասում, կամ հոգեբանական ճնշում, կամ չհաշվարկելով, որ մենք գալու ենք այդտեղ խելոք նստեինք եւ այլն եւ այլն։ Ես ընդամենը ոչ խելոքը սա էր։ Ես ընդամենը չէ, խելոք նախ եկեք իրավական այսպես բարերի խվարախաղի մեջ թույլ չտանք, որպեսզի իրավապահ մարմինները մտնեն, խելոք նկատի ունեմ ուղղակի առանց այս խոսելու եւ մեր իրավունքները բարձրաձայնելու նստել են տեղ 4 ամիս, մի քիչ անգամ ավել։ Ես ուղիղ խոսքով ասում եմ, անգամ ակնարկ չի եղել։ Ենթադրվում է, որ ճիշտ եմ։ Ինչի համար, եթե այդպիսի ակնարկ լիներ, ինչ որ մեկը կասեր, որ գիտեք ինչ, Ղազինյան Դավիթին, մյուսին, սեփականատերերին մենք գոնե ակնարկել ենք, չի եղել այդպիսի բան։ Կարապետյանի ձերբակալման օրերին հայկական ժամանակը տալիս էր այդպիսի ինֆորմացիա։ Այդ դուք ասեցիք, որ դե այդ դեպքում պետք է լինի ապացույց, չէ՞ ուղղակի խոսելով չի, թող ասեն հունիսի 16-ին ձեզնից մեկին ասել ենք խելելու ենք, որի արդյունքում եղավ հունիսի 17-ի կամ 18-ի հայտարարությունը։
Շարունակենք, Հայաստան խմբակցությունն արձագանքել է վարչապետի հայտարարություններին իրենց խորհրդարանում չլինելու մասին։ Արթուր Խաչատրյանն ասել է, որ վարչապետը չի որոշում, թե ով պետք է լինի խորհրդարանում։ Կան ժողովուրդ, ընտրողներ, ում Նիկոլ Փաշինյանը ժամանակին կոչում էր 3 միլիոն վարչապետ, եւ ընտրությունները մեխանիզմներից մեկն են, որով ձևավորվում է կառավարությունը։ Վերջը լեգիտիմացվում է ընտրություններով, ինչի ասեցի մեխանիզմներից մեկը, որովհետև 18 թվականի մայիսի օրինակը մեր աչքի առաջ է։ Բայց Նիկոլ Փաշինյանը էլ ավելի վատ ինչ-որ հայտարարություն արեց, տարբեր ուժերի կոչեց ազդեցության գործակալներ եւ այլն։ Նման հայտարարություններ ինքը անում է արդեն երևի 5-6 տարի։ Պարբերաբար հարցումներ են ուղղում դատախազություն, իրավապահ մարմիններ, արդյոք իրավապահ մարմինները նման ազդակներ ստացել են, նման գործեր կան, թե ոչ։ Որևէ պատասխան չկա։ Հիմա կամ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա կոնկրետ ովքեր են ազդեցության գործակալները եւ դատարանում պաշտպանի իր հայտարարությունը, կամ պետք է իրավապահ մարմիններին կանչի եւ հեռացնի, կամ իրավապահ մարմինները այսօր առավոտյան պետք է ԱԱԾ ջոկատներ ուղարկեին տարբեր մարդկանց տներ, ինչը իրանք անում են, այսինքն հասել ենք նույնիսկ նրան, որ մարդկանց ում խուլիգանության մեջ են մեղադրում, ուղղակի դեռ մեղադրում, ԱԱԾ-ն է բերում երեխաների աչքի առաջ ստրեսի ենթարկելով ընտանիք, բայց այն, որ ինքը չի բացառում տարբեր կուսակցություններ արգելել, որովհետև հասկանում է, որ արդար պայքարում կկորցնի, կարծում եմ ավելի ակնհայտ չէր կարող լինել մանավանդ իր երեկվա հայտարարությունից հետո։ Պատիվ ունեմ խմբակցությունը կարծում է յուրաքանչյուր երրորդ քաղաքացի Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան։ Հայկ Մամիջանյանն ասել է, որ վարչապետը չպետք է որոշի, թե ով պետք է լինի խորհրդարանում։ Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների գլխավորած եւ վերահսկված քաղաքական ուժերը չպետք է ներկայացված լինեն խորհրդարանում հաջորդ տարի նախատեսված ազգային ժողովի ընտրություններից հետո։ Ես չեմ ուզում ավելի կոպիտ բան ասել, որովհետեւ չեմ ուզում մաղթոտել եթերը, նշել է Մամիջանյանը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 30 քանի տոկոսը նայած որ հարցումն ենք վերցնում։ Այսինքն ամեն երրորդ մարդ, ամեն երրորդ քաղաքացին Հայաստանի Նիկոլ Փաշինյանին հավանում է դավաճան։ Ոչ թե դժգոհ հայրաքաղաքականությունից համարում է, որ սա պետք է փոխել։ Ամեն երրորդ քաղաքացին համարում է Նիկոլ Փաշինյանին դավաճան։ Դավաճանից նման բան լսելը զարմանալի չի, ինքը իր թե գործունեությամբ ցույց տվել, թե ինքը ինչպես է այլ երկրների օրակարգը սպասարկում, եւ թե օրի ի հայտ եկող փաստերը 2018 թվականի իրադարձությունների վերաբերյալ ակնհայտ են դարձնում, թե ում պատվերն էր կատարում Փաշինյանը, ով է վարժեցրել Փաշինյանին, ու մինչ օրս ովքեր են Փաշինյանի կուրատորները, այդ մեկ։ Երկրորդ, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պարլամենտում տեղ չունի, Նիկոլ Փաշինյանը իր այս հակապետական եւ դավաճանական գործունեությամբ Հայաստանում պիտի որ տեղ չունենա։ Եվ կարծում եմ վաղ թե ուշ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրեն դրա մասին կասեն։ Մնացել էր ինքը որոշեր, թե ով պարլամենտում պիտի հայտնվի, իսկ ով ոչ։ Ավելի կոպիտ չեմ ուզում ասել, որովհետեւ չեմ ուզում աղտոտել եթերը այսօրվա։ Իշխող ուժից էլ արձագանքել են Հայկ Մամիջանյանին քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից հայտում են, որ իրենց գյուղեր այցելությունների ժամանակ մարդիկ հարցնում են ինչու նախկին նախագահները դեռ կալանավորված չեն։ Պարոն Մամիջանյանը երևի անձնական իր բանը ունի վիճակագրություն հավաքելու մեթոդաբանությունը եւ այդ վիճակագրությունը հավաքելու մեթոդաբանությունը սահմանափակվում է ըստ էության իրենց ֆրակցիայի շրջանակում, ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, առայն որ եթե մենք չլինեինք իշխանություն, Հայաստանը գոյություն որպես այդպեսին կդադարեր ունենալ, չեմ կարող չհամաձայնել այս մտքի հետ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը
կանգնել է ժողովրդավարության կողքին, իսկ մենք տեղյակ ենք, որ հեղափոխությունը տեղի էր ունեցել հենց այս, կարելի ասել, հենքի վրա ժողովրդավարության եւ դա երևի առաջի իշխանություններս ամբողջ ընթացքում, որ ընտրվել էր ժողովրդի կողմից եւ լեգիտիմ էր եւ հենց այդ լեգիտիմությունը թույլ տվեց Հայաստանի Հանրապետությանը անցնել այդ դժվարին ճանապարհը։ Ամբողջությամբ կիսելով գործընկերոջս մեկնաբանությունները մի բան ուղղակի կավելացնեմ, պարոն Մամիջանյանին զուտ խորհուրդ կտամ զուսպ լինել իր մեկնաբանությունների եւ արտահայտությունների մեջ։ Եվ եթե տենց ինչ-որ վիճակագրություններ ա ներկայացնում, մենք շատ ենք շրջում Հայաստանի տարբեր մարզերով, եւ միակ բանը, ամենասուր բանը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մեզ ասում են, դա այն մեղադրանքն է, թե ինչու են մինչև հիմա Հայաստանը կեղեքողներ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ազատության մեջ։ Այսքանն էինք նախատեսել այս շաբաթվա համար, կհանդիպենք երկուշաբթի։ Հաջողություն։